պայքարում ենք, որպեսզի այս Դավաճան Նիկոլի իշխանությանը, իշխանազավթմանը վերջ տրվի։ Մեզ մանդատ պետք չի, մեզ պետություն է պետք, մեզ իշխանական աթոռներ պետք չեն։ Այս ամեն ինչը քաղաքականություն է։ Նիկոլը երբեք չի եղել քաղաքականության մեջ։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, շնորհակալ եմ Տիկին Մկրտչյան մեր հրավերը ընդունելու համար։ Տիկին Մկրտչյան, ընտրություններին, այսպես քարոզարշավարթն շուտով կմեկնարկի պաշտոնական, ուժերը ներկայացրել են իրենց ցուցակները, հա, իրենց ծրագրերը, թեև հանրապետական ասել է, որ չի մասնակցելու, այստեղ մի դրվագ, որ ասում է անմիջականորեն մասնակցություն չենք ունենալու։ Սրա հետ կապված ինչ է նշանակում, քանի որ տարբեր հրապարակումներ են օրինակ, հա, այսպես լինում, որ կուսակցության տարբեր անդամներ այլ ցուցակներում ամեն դեպքում ընդգրկված լինում են եւ այս ինչ էր նշանակում անմիջականորեն չենք մասնակցել։ Ես շնորհակալ եմ հրավերի եւ այս կարևոր հարցին անդրադառնալու հնարավորություն տալու համար։ Նախ հանրապետական կուսակցությունը այո, մասնակցության մասին որոշում է կայացրել, այդ որոշումը կայացվել է գործադիր մարմնի կողմից, իսկ մեր համագումարը, հերթական համագումարը նաեւ հնարավորություն տվեց ավելի մանրամասն պատճառաբանելու ամեն ինչ։ Ես ծանր ձևակերպումների տակ չեմ մտնելու ու ձեզ շատ անկեղծ ասելու եմ։ Առաջինը մենք ցանկություն չունեինք պառակտելու դաշտը ընդդիմադիր, իսկ ինչ ասել դաշտը պառակտել։ Ամեն անգամ, երբ հայտնվում են նոր միավորներ ընտրությունների մասնակցության իմաստով նոր հայտարարություն, նշանակում է մրցակցության խնդիր է առաջանում, որովհետև այնուամենայնիվ քվեարկության օրը քվեախցիկում մարդը պիտի ընտրի մեկ կուսակցություն։ Երկրորդը, մենք ցանկություն չունենք, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե մենք խնդիր ունենք քաղաքական դաշտում կարգավիճակ ձեռք բերելու, այլ կերպ ասած մանդատներ ստանալու, առանց դրանց բնույթից, դրանք կլեն ընդդիմադիր, թե իշխանական։ Մենք տարիներ շարունակ, ընդ որում 2018 թվականից միայնակ, հետո արդեն առավել հասկացված եւ շատ ավելի մեծ քաղաքական միավորների հետ միասին պայքարում ենք իշխանափոխության համար եւ պայքարում ենք Նիկոլի դեմ, այսինքն չենք պայքարում կարգավիճակ ստանալու համար, այլ պայքարում ենք, որպեսզի այս Դավաճան Նիկոլի իշխանությանը, իշխանազավթմանը վերջ տրվի։ Մենք հիմա մեր վարքագծով ենք դա ապացուցում, ցույց տալով, որ մեզ քվեաթերթիկ, որտեղ կա մեր անուն ազգանունները, որտեղ կա հանրապետականի կարգավիճակ տալու որևէ իմաստ, թե ուղղակի եւ թե անուղղակի, մենք դրանում չենք հետապնդում այդ նպատակը։ Դուք ասացիք անմիջականի հետ կապված։ Անմիջականության մասին շեշտադրումը ոչ թե իրենից ենթադրում է ինչ-որ թաքնված շերտեր, այլ շատ պարզ։ Մենք չենք գնում ընտրապայքարի, բայց մենք շարունակում ենք մնալ պայքարի մեջ եւ մենք դրա մասին խոսել ենք։ Մենք ասել ենք մինչեւ հունիսի 7-ը մենք պարտավոր ենք ստեղծել մի այնպիսի միջավայր, որը անհարմարություններ է ստեղծելու Նիկոլին հունիսի 7-ը կեղծելու համար եւ հունիսի 7-ից հետո մեր քաղաքացիների քվեն կեղծելուց հետո Նիկոլի արձանագրումներից հետո Վահագն Խաչատուրյանի եւ Վահագն Հովակիմյանի թեթև ձեռքով մենք շարունակելու ենք պայքարել, որպեսզի իշխանազավթման վերջը տրվի։ Դուք ասացիք ներողություն ամբողջական պիտի պատասխանեմ, դուք ասացիք կուսակցության անդամներ այս կամ այն կերպ հայտնվում են տարբեր ցուցակներում, դա իրականությանը չի համապատասխանում։ Դե մամուլի հրապարակումները այսպես անուններով հանրապետական կուսակցության անդամները հանրապետական կուսակցությունում են եւ կարող են հայտնվել միայն հանրապետական կուսակցության ցուցակում։ Եթե կան այլ մարդիկ տարբեր ժամանակահատվածներում միգուցե հանրապետական եղած հետո հանրապետական կուսակցությունը լքած այս կամ այն պատճառով դա կարծում եմ իրենց անձնական որոշման, անձնական բացատրության խնդիրն է, իրենց կապել հանրապետական կուսակցության հետ առնվազն արդար չէ։ Տիկին Մկրտչյան, դուք նշեցիք դաշտը պառակտելու հետ կապված, իսկ տարբեր քաղտեխնոլոգներ, վերլուծաբաններ ասում են միևնույն է, այսպես, հա, պայքարելու ռեսուրսներ չկար ընտրությունների մասնակցելու ու դա գիտակցելով է, որ ձեր թիմը չգնաց ընտրությունների։ Այդ քաղտեխնոլոգների նվազագույնը ուրեմն վերլուծական կարողությունները, այսպես թե այնպես գիտեն, որ խորհրդարան չեն վերլուծական կարողությունները առնվազն պետք է կասկածի տակ դնել, որովհետև նույնիսկ այն դաշինքային արդյունքը, որ մենք գրանցել ենք 2021 թվականին, այս ընտրություններով, այս օրենսդրական կարգավորումներով, կուսակցության ցուցակով գնալու դեպքում բավարար էր խորհրդարան անցնելու համար։ Հետևաբար խնդրում եմ կասկածի մեծ չափաբաժնով վերաբերվեք այն վերլուծաբաններին, ովքեր անգամ պարզ այդ մաթեմատիկական հաշվարկ անել չեն կարողանում։ Դե նայեք, օրինակը նախորդ ընտրությունները, որ ասում են հենց օրենքի պահանջով, հա, օրինակ հայտնվեց դաշինքը խորհրդարանում։ Ես դրա մասին էի խոսում, որ այն ձայների թիվը, որ ստացել էր դաշինքը, ամբողջությամբ բավարար էր հանրապետական կուսակցության
կուսակցական ցուցակի անցողիկ շեմը հաղթահարելու համար։ Դրա մասին նաև խոսվեց համագումարի ընթացքում, նախագահը խոսեց, որ աշխատանքի դեպքում այդ 4% հաղթահարելը մեծ դժվարություն իրենից չէր ենթադրելու, բայց ամբողջ խնդիրն է, որ մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, մեզ մանդատ պետք չի, մեզ պետություն է պետք, մեզ իշխանական աթոռներ պետք չեն, մեզ հայկական պետության հարատևությունն է պետք, ինքնիշխան, անկախ եւ անվտանգ պետության։ Եվ դրա համար մենք պատրաստ ենք այս պահի դրությամբ ոչ միայն խոսքով, այլ նաև վարքագծով արդեն եւ գործելավոճով հստակ հայտարարել եւ ցույց տալ, որ այո, մենք փակել ենք մեզ համար այն դուռը հնարավորության, որ լինենք ինչ որ քաղաքական կարգավիճակի մեջ, ընդ որում դա նշանակում է առանց շահի կամ շահի որևէ դրսևորման, մենք ուղղակի մեզ սահմանափակել ենք բացառապես պայքարով, այսինքն մեր նախընտրական պայքարը չի լինելու քարոզարշավի տրամաբանության մեջ, որովհետև հնարավորություն չկա, չէ, վերջի օրով որոշելու, որ պիտի ցուցակները տանես, հանձնես կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ինչ որ կարգավիճակ ձեռք բերես։ Մենք գնում ենք պայքարի Նիկոլ Փաշինյանի դեմ, մենք շատ լավ հասկանում ենք, որ հենց այսօր ընտրությունների վրա կա ներազդեցություն, ընտրությունների արդյունքների վրա հենց այսօր կա միջամտություն։ Ամեն օր, երբ որ Նիկոլ Փաշինյանը այս կամ այն կարգավիճակով միտեղ ասում է, ես որպես կուսակցական քարոզարշավ եմ գնում, միտեղ ասում է, ես որպես վարչապետ եմ գնում, միտեղ ասում է, գնում եմ որպես ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցության անդամ եւ այլն, այս տարբեր կարգավիճակները կեղծելով, բայց գնում այնտեղ ինչ է անում։ Չեք տեսնում, ուղիղ եթերում խոստումներ, մնացածի դեպքում դրանք ձևակերպում են որպես ընտրակաշառքներ, չգիտեմ, ներազդեցության փորձեր, բարեգործության փորձեր, իրա դեպքում չէ, մարդը կարա ասի, ինձ ընտրեք մի տարի հետո այս ինչ մի բան Իրենք ասում են մենք մեր նախընտրական ծրագիրն ենք այսպես։ Ինչ որ գրված է դա ենք։ Դե ուրիշների դեպքում դա որակվում է որպես քրեական օրենսդրության պատժելի արարք, իրենց դեպքում դա որակվում է որպես թույլատրելի արարք։ Իմ ասածը հենց դա է։ Ուրիշի ասած ցանկացած նախադասություն չի ընկալվում քաղաքական խոսք, այլ ընկալվում է որպես ատելության խոսք, որը քրեորեն պատժելի պիտի լինի, ցանկացածի դեպքում, ընդդիմադիր ուժերի դեպքում, Նիկոլի համար վտանգ ներկայացնող ուժերի դեպքում իրենց գործողությունները որպես քրեական օրենսդրության պատժելի արարքներ են ընկալվում, իսկ Նիկոլի դեպքում չէ, դա ոչ ազդեցություն է, ոչ ներազդեցություն է, մենք այդ դրա մասին ենք խոսում, որ հենց այսօրվանից կա այդ ներազդեցությունը եւ այդ ներազդեցության դեմ անհրաժեշտություն կա պայքարելու։ Միգուցե այն քաղաքական ուժերը, որոնք ներկայացրել են հայտ մասնակցելու, կաշկանդված են նաեւ ընտրական քարոզչության իմաստով, իրենց շանսերը, PR տեխնոլոգիաները կառավարելու եւ կառուցելու տեսանկյունից մենք դրա խնդիրը չունենք։ Մենք չենք մասնակցում ընտրություններին։ Մենք ասում ենք, որ մենք անհրաժեշտություն ենք տեսնում մինչեւ հունիսի 7-ը, հունիսի 7-ի օրը եւ հունիսի 7-ից հետո այնպես անել, որպեսզի Նիկոլի իշխանազավթումը ավարտվի։ Տիկին Մկրտչյան մի այսպես ծրագիրել էր, հա, առաջարկում կուսակցությունը, խոսքը իմպիչմենթի մասին է, որը տեսնում ենք ամեն դեպքում այս պահի արդյունքներից դատելով, այսպես փակուղի է մտել ու որպես այդպեսին չիրագործվեց։ Մյուսը ասում եք, որ պետք է ընտրություններից առաջ ընտրությունները փողոցային պայքարով այսպես զուգակցել, հա, համադրել։ Բայց տեսնում ենք, որ ոչ նա, ոչ էլ սա չի ստացվում։ Փողոցային պայքարի հետ կապված նախ հանրապետականը համագումարել է մանրամասն խոսել, դրա հետ կապված նաև եղել է հրապարակային առաջարկ այլ քաղաքական ուժերի, անկախ նրանից իրենք դրան մասնակից կլինեն թե ոչ, դուք հանրապետականի գործելավոճը եւ պայքարը քաղաքական հնարավորություն կունենաք տեսնելու։ Ինչ վերաբերում է իմպիչմենտի մասով, այո, ես շատ ցավում եմ, որ այն չիրականացավ, որովհետեւ այն մի շատ կարեւոր նախապայման եւ հնարավորություն էր առաջարկում բոլորին։ Հունիսի 7-ին գնալ արդեն լրիվ այլ իրավիճակում առանց Նիկոլ Հայաստանում կազմակերպել մրցակցային եւ արդար ընտրություններ եւ ոչ թե հիմա մտածել հունիսի 7-ին արդարության, թափանցիկության կամ մրցակցայնության ապահովումը մեր վրա վերցնել որպես ընդդիմադիր ուժեր կամ հանձնաժողովում անդամներ ունեցող ուժ կամ վստահված անձանց միջոցով այլ քաղաքական ուժերի մասնակցող ուժերի մասին է խոսքը։ Ես կարծում եմ, որ այդ հնարավորությունը իրականում բաց է թողնված եւ բաց է թողնված մի շատ պարզ պատճառով, որովհետեւ ընդդիմադիր դաշտում հայտնվեցին մարդիկ, ովքեր նախընտրեցին գործընթացը անլրջացնել հանուն այսօր իրենց ընտրությունների մասնակցության։ Բայց հանուն արդարություն իրենք ասին, որ մենք պատրաստ ենք մեր ձայները տալ, ասում են մենք պատրաստ ենք դուք փորձեք ԿՊ-ի ձայներ բերել, որը ավելի կարևոր է։ Որպես նախաձեռնող ձեզ այն դիմում, ասում են կարողանում եք 4 ամիս խափում էին ձեզ եւ դուք կարծեմ հենց այս տաղավարում ինձ հարցնում եք, ասում եք հիմա վերջը տվել են այդ ձայները, թե չեն տվել։ Բայց վերջպատով պաշտոնապես հայտարարեցի, որ տրամադրում ենք ձայները։ Այսինքն 4 ամիս առաջ չէին տվել ամեն դեպքում իրենց հայտարարության պահից, չէ՞։ Չէ, մեծ կապ ունի, որովհետեւ 4 ամիս
մենք զբաղված ենք, մեծ կապ ունի, որովհետև 4 ամիս մենք զբաղված ենք նրանով, որ ձեզ եւ հանրությանը համոզում ենք, որ այդ ձայները չկա, որովհետև անվստահության գործընթացի տակ ստորագրել են ոչ թե 20 կամ 30 падգամավոր, այլ ստորագրել են 6 падգամավոր, պատիվ ունեմ խմբակցությունից։ Մարդիկ խափում ասում են, ո՞նց այնտեղ 20 քանի ստորագրություն է, 30 քանի ստորագրություն է, մենք ասում ենք նման բան չկա։ 4 ամիս հետո այդ ստորագրությունները հայտնվեցին, այսինքն իրենց իսկ վարքագծով ցույց տվեցին, որ խափում էին նախորդ 4 ամիսների ընթացքում եւ դրան պարբերաբար այդ խափելու հետ մեկտեղ են, որ իրանց ստորագրությունները տարել դրել էին սեյֆում, խափելու հետ միաժամանակ ինչ էին անում, անլրջացնում էին process-ը։ Մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը անդադար կրկնում էր, որ ինքը չի տեսնում այդ հնարավորությունը, դա անլուրջ է, իսկ ինչ է ինքը որպես իրենք շատ են սիրում այդ արտահայտությունը կրկնել, ամենամեծ ընդդիմադիր ուժ, ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն ազգային ժողովում, ինչ են արել, իրենց ընտրվելու պահից, ընդդիմություն դառնալու պահից 2021 թվականից առաջարկել է սպասել 2026 թվականի հունիսի 7-ին։ Մենք չենք ուզեցել սպասել եւ հիմա էլ չենք սպասում հունիսի 7-ին, ու հենց մեր չմասնակցությունը նաեւ դրա մասին է խոսում։ Մենք ոչ մի փուլում մեր ընտրողներին, հայ հասարակությանը, գիտակից մարդկանց, ովքեր շատ լավ հասկանում են արդեն տարիներ շարունակ, թե ինչա տեղի ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ինչա տեղի ունեցել 2023 թվականին, ինչպես է տեղի ունեցել եւ ինչ պատճառներով էթնիկ զտումը եւ ինչու հիմա Արցախում հայ չի մնացել։ Մենք այս ամեն ինչի արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ պիտի պայքարը լինի ոչ թե մանդատների համար, ոչ թե իշխանության գալու համար, այլ Նիկոլին հեռացնելու համար։ Խոսել նրա մասին, որ անվստահության գործընթացը ամբողջությամբ տապալվել է, ես չեմ ուզենա դրա մասին խոսել, որովհետև նախ դուք ամեն օր տեսնում եք, թե Նիկոլը ինչպես է ուժեղացնում իր ռեպրեսիվ ապարատը, դա նշանակում է, որ ամեն ինչի առաջ կանգ չի առնում, եթե 1 ամիս առաջ մենք չէինք կարող խոսել կոնկրետ ուժի դեմ ընտրական օրենսգրքի կոնկրետ փոփոխություն իրականացնելու համար, մի քանի շաբաթ առաջ դա իրականություն դարձավ։ Մարդիկ մի քանի ժամում ընտրական օրենսգիրք փոխեցին, որպեսզի քաղաքական ուժերից մեկի անվանումը, որը արդեն նախապես որոշված է, հնարավորություն չունենա տեղ գտնի ընտրական քվեաթերթիկի մեջ։ Դուք չեք կարող պատկերացնել եւ ես էլ չեմ կարող պատկերացնել, թե 2-3 շաբաթ հետո Նիկոլը էլ ինչ կարմիր գծեր կհատի կամ ինչ ապօրինությունների է ինքը ընդունակ, որովհետեւ ցանկացած բան պիտի արվի ակնհայտ է իր աթոռի պահպանությունը ապահովելու համար եւ այդ Տիկին Մկրտչյան, ինչ որ առումով իհարկե այդպես սահմանները, հա, քաղաքական դաշտում պետք է գծվեն, բայց ինչ որ առումով նաեւ նորմալ չէ, որ ցանկացած ուժ կլինի ԿՊ-ն, կլինի հանրապետականը, կլինի Հայաստան դաշինքը, որ պայքարում են իշխանություն, եթե իշխանության են պահելու, եթե չէ իշխանության գալու համար։ Եթե դուք քաղաքական պայքարի տեսանկյունից եք հարցը դիտարկում, այո, բայց ես բազմաթիվ անգամներ հնարավորություն ունեցել է մեր հասարակությանը ապացուցելու, որ խոսքը քաղաքական պայքարի մասին չէ։ Քաղաքականություն չէ Արցախը հանձնել, քաղաքականություն չէ 2018 թվականի դագաղներով գալ իշխանության, քաղաքականություն չէ, երբ որ քո դեմ պայքարում են խաղաղ անհնազանդության ակցիաներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, նռնակներ նետել այդ քաղաքացիների վրա։ Քաղաքական պայքար չէ աշակերտին եկեղեցում ախրանիկներով հրել, տրորել, ոտքերի տակ գցել, հետո այդ նույն աշակերտին կալանավորել։ Քաղաքական պայքար չէ, երբ իմպիչմենտի նախագծի քաղաքական կամք դրսևորած թեկնածու Դավիթ Համբարձումյանը միայն կալանավորում, բանտարկում եւ ապօրինի դատապարտվում է նրա համար, որ խիզախություն է ունեցել, ձեր նշած քաղաքական խիզախություն է ունեցել առաջադրվելու որպես վարչապետի թեկնածու Նիկոլի տրամաբանությամբ նայել իր աթոռի կողմը։ Այս ամեն ինչը քաղաքական չէ։ Եթե դուք համարում եք, որ 2020 թվականի դավաճանությունից հետո 2022 թվականին Արցախը Ադրբեջանի կազմում ընդունելու, ճանաչելու եւ ինչ որ տարածքային ամբողջականության ձևակերպումների տակ իրականում դավաճանությունը թաքցնելը քաղաքականություն է, ես համաձայն չեմ։ Քաղաքականություն չէ դելիմիտացիա եւ դեմարկացիայի անվան տակ մեր քաղաքացիներին խաբել, ընդհանրապես տակը ունենալով հետեւյալը, որ պետք է այն հատվածները մեր մարզերից հանձնել Ադրբեջանին, որի վրա ինքը աչք է դրել։ Քաղաքականություն չէ ասել, որ Հայաստանի սահմանադրությունը պիտի փոխվի, այն դեպքում, երբ որ իրականում խնդիրը մեկն է, Ալիևը ասել է Հայաստանը մեզ պետք չի, Հայաստանը քանի կա կոնֆլիկտ կա, Հայաստանի հայկական սահմանադրությունը քանի կա կոնֆլիկտ կա, քանի կա Հայաստանի ծննդյան վկայականը պետության, այսինքն անկախության հռչակագիր, ուրեմն կոնֆլիկտ կա, այս ամեն ինչը քաղաքականություն է։ Նիկոլը երբեք չի եղել քաղաքականության մեջ։ Եվ այն ժամանակ, երբ որ փողոցային անկարգություններ էր հրահրում
համարում, եւ պետական հեղաշրջում կազմակերպելով 2018-ին եւ պետական դավաճանություն կազմակերպելով մեր քաղաքական ուժերի ընդդիմության ազգային իրենց ուժեր համարող միավորների խնդիրը հենց սա է։ Մենք տպավորություն ենք, ներողություն, մենք մի կողմից հասկանում ենք, թե իրականում ինչի մասին է Նիկոլը, բայց մյուս կողմից էլ փորձում ենք ինչ-որ տպավորություն ստեղծել, թե քաղաքական պայքար է։ Չակուջով քաղաքական պայքար են անում, Գրզոյի ախրանիկներով քաղաքական պայքար են անում։ Ես այլ պատկերացումներ այդ հետ կապված, որ ասացիք, հա 18-ին պետական դավաճանություն, եթե չեմ սխալվում, հեղաշրջում, բայց երբ որ օրինակ ընդդիմադիր շրջանակները նման այսպես հա հայտարարություններում, դա մի կողմից չի նշանակում աչք փակել, այդ նաև պետք է ընդունել, որ հանրության կամքի վրա փողոց դուրս եկած մարդկանց այսպես դիտարկումների վրա, նրանց կամքի վրա։ Ոչ, ես համաձայն չեմ, որովհետև փողոց դուրս եկած մարդկանց գերակշիռ մեծամասնությունը Նիկոլ վարչապետի համար չէր եկել փողոց, այնտեղ շատ տարբեր մարդիկ կային, սկզբից մի հատվածը արագաչափերի դեմ էր եւ Նիկոլը արագաչափերը հանելու խոստումով էր գալիս։ Բայց կոնկրետ պահանջում են այդ ժամանակվա իշխանության հեռացումը։ Դա էր հիմնական պահանջը։ Ես նորից կրկնեմ միտքս։ Մարդկանց մի զանգված կար, որ այնտեղ կարմիր գծերը հեռացնելու համար էր։ Հետո մի զանգված առաջացավ, որը հավատում էր Նիկոլին, որ ոչ միայն արագաչափերն են հանել, կարմիր գծեր են հանելու, այլ նաև արագաչափերն ու տեսախցիկները։ Հետո այդ ամեն ինչը տեղի ունեցավ այն մարդկանց նաև շղարշը օգտագործելով, որոնք տարբեր պատճառների համար այո դուրս էին եկել փողոց, բայց այդտեղ տեղի ունեցել շատ պարզ եւ բազմաթիվ այլ պետություններում գործարկված սխեմա, մենք ինչ որ տենց առանձնահատկություն չունենք, ես կարծում եմ մեր բացառիկություն այստեղ ընդգծելու լրացուցիչ կարիք չկա արհեստականորեն, որովհետև շատ երկրներում տեղի ունեցել գունավոր հեղափոխություններ, այդ մեխանիզմները հայտնի են, այդ մեխանիզմները գործարկողներն են շատ հայտնի, շրջանակներ, ովքեր անհրաժեշտություն էին տեսնում Հայաստանի Հանրապետությունում ինքնիշխանությունը եւ պետությունն ու հայրենիքը ամենից բարձր դասող իշխանությանը, Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնել։ Դրա համար կիրառել են սուտը, կեղծիքը, այն ազդեցության գործակալներին, ովքեր կային Հայաստանի Հանրապետությունում եւ իբր խաղում էին քաղաքացիական հասարակության դերը, հիմա մեռել են կամ մեռած են ձևանում կամ պաշտոններ են զբաղեցրել արդեն իրենց զավթած իշխանությունում, որովհետև ոչ երեխաների իրավունքների պաշտպաններն են հիշում երեխաների նկատմամբ բռնության ժամանակ, որպեսզի դատապարտեն, ոչ կանանց նկատմամբ բռնության դեպքերը դատապարտվում են այն մարդկանց կողմից, ովքեր հիմա իշխանությունում են, բայց իբր մի 10 տարի առաջ անհամբեր սպասում էին, թե երբ պիտի Հայաստանում կանայք ազատագրվեն եւ իրենց իրավունքները իրացնեն։ Հիմա ամենալկտի, լպիրշ եւ ցածրակարգ բառապաշարով կին քաղաքական գործիչներին ընդդիմադիր օրինակ որակում են եւ որևէ մեկը դրան այս իշխանությունից, ովքեր իբր խոսում են եւ պայքարում էին կանանց իրավահավասարության համար, անգամ ծպտուն չի հանում, ել չեմ ասում, որ այդ բռնությունն ու ատելությունը գալիս է հենց իրենցից։ Հետեւաբար այդ գունավոր հեղափոխությունը որևէ կերպ կապ չունի հասարակության այն շերտերի հետ, ովքեր չգիտեին անգամ ինչի համար են փողոցում, բայց կային այդ շերտերի մեջ մարդիկ, շատ կոնկրետ ես անգամ նշեցի ազդեցության գործակալներ, ովքեր մի դեպքում քաղաքացիական հասարակության, մի դեպքում հասարակական կազմակերպությունների, որոշ դեպքում անգամ քաղաքական կուսակցությունների միջոցով շամպայն բացելով նշում էին Հայաստանում գունավոր հեղափոխությունը։ Տիկին Մկրտչյան, վերջերս ազգային ժողովում էր կառավարության այդ հարցը պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն էր հենց ազգային ժողովից տեսանյութ հրապարակել, հա, այդպես ինչ որտեղ նաև ծաղրելով այսպես, հա, ընդդիմությանը ինչ էր ասում, ասում էր, երբ որ սկսեցինք խոսել, սկզբում չէին մասնակցում, երբ որ սկսեցինք խոսել, այսպես աշխատավարձը կտրելու մասին, այդպես միանգամից եկանք տեսանյութեր նկարել ու հրապարակել, ինչպես այդպես ստացվեց, չգիտեմ դուք այդ ժամանակ ներկա եղել եք նիստերին, թե ոչ, բայց տեսանյութը վստահաբար տեսած կլինի։ Ես ձեզ մի շատ վատ բան ասեմ, որը օբյեկտիվ իրականություն է եւ հեշտ ստուգելի, անկախ նրանից պատգամավորը գնում է թե չի գնում, բոլորին իրենք այդ պարգևավճարները բաժանում են, բոլորին, անկախ նիստի գնալուց եւ չգնալուց։ Եվ ամեն անգամ մենք այդ պարգևավճարները բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել, ես դա միշտ հրապարակային եմ դարձնում, որևէ մի անգամ մեզ չենք բայել, որովհետեւ չենք համարում, որ դա արդարացի է այդ բաշխումը ընդհանրապես պարգևավճարների։ Հետեւաբար այն, որ նիստի չեն գալիս եւ պարգևավճար չեն ստանում, դա սուտ է։ Նաեւ աշխատավարձի մասին այն պատգամավորները դրան առանձին կանադառնամ, ձեր տաղավարում էլ բազմաթիվ անգամներ խոսել եմ, բայց կկրկնվեմ։ Պարգևավճարները անկախ նրանից աշխատանքի գալիս են, չեն գալիս, վատ
պատգամավորեն, թե լավ պատգամավորեն, իրենք այնպեսի համակարգ են ստեղծել, որ բոլորին այդ միլիոններ իրենք փոխանցում են։ Մենք այդ միլիոնների հաշվետվությունը հրապարակային տալիս ենք, իմ հրապարակային գործունեության ընթացքում էլ դրանք բազմաթիվ անգամ առկա են, եթե նույնիսկ հնարավորություն կա հաղորդման տակը խնդրում հղումները կդնեք։ Ինչ վերաբերում է աշխատավարձերին, աշխատավարձերը առաջին իսկ օրվանից, ոչ թե այն օրվանից, երբ որ այդ դավաճանը ազգային ժողովում ինչ որ հայտարարեց կամ ձեր ասածին ծաղրեց, 2021 թվականից մենք չգնալով նիստերին չենք վարձատրվել դրանց համար եւ հիմա նույն կերպ շարունակում ենք։ Ես չեմ գնում հանձնաժողովի նիստերին։ Այսինքն չեք վարձատրվում դուք։ Ոչ, չեմ վարձատրվում եւ հանձնաժողովի նիստերի բացակայության եւ լիագումար նիստերի բացակայության համար։ Հետեւաբար այն տպավորությունը, որ գալիս են որպեսզի աշխատավարձ ստանան, հենայդ եթե չեմ եկել, ուրեմն այդ աշխատավարձը չեմ ստացել ու դա ակնհայտ է եւ պարզ։ Եթե ձեզ համար որպես լրագրող այդ տեղեկատվությունը հասանելի չի, ես ինքս կվերցնեմ այդ տեղեկատվությունը ազգային ժողովի աշխատակազմից, կփոխանցեմ ձեզ թույլտվության իմ անձնական տվյալները հրապարակել։ Իսկ դա խորհրդային մտնելու հենց սկզբի մասն եք խոսում, թե վերջին շրջանի։ Առաջին իսկ օրվանից 2021 թվականի մանդատ ստանալու պահից։ Տիկին Մկրտչյան, իսկ կա այնպիսի մի ուժ, որին այսպես աջակցություն հայտնելու է ընտրությունների ժամանակ կուսակցությունը ձեր։ Առանձին հայտարարության մասին կարծում եմ վաղ է խոսել եւ դրա մասին էլ համագումարի հնարավորություն ունեցանք անդրադառնալու, նույնիսկ եթե չլինի այդ հայտարարությունը, մեր վարքագիծը շատ հստակ է, բոլոր այն ուժերին, ովքեր նախ հստակ հայտարարել են, որ Նիկոլի հետ որևէ հետագա չեն տեսնում, Նիկոլը իրենց համար անհայրենիք դավաճան է եւ չեն փորձում որևէ կերպ կոծկել կամ պարտակել Նիկոլի այս կամ այն գործողությունը հետագա քաղաքական ձևակերպումների ներքո։ Մենք այն ազգային ուժերի կողքին ենք, ովքեր ունեն հնարավորություն Հայաստանի Հանրապետությունում իրավիճակ փոխելու եւ այդ ազգային ուժերին մեր աջակցությունը նաեւ կայանում է նրանում, որ այն ընտրողը, որը հանրապետական կուսակցության ընտրողն է, մենք հիանալի գիտենք, որ ինքը երբեք Նիկոլի ընտրողը չի դառնալու, որովհետեւ այն գիտակցությունը, այն աշխատանքը, որ մենք այս տարիների ընթացքում որպես կուսակցություն եւ կուսակցության ներկայացուցիչներ տարել ենք, դրան է բերել եւ մենք դրանով իրականում շատ մեծ թույլտվեք ասեմ աշխատանք են կարել։ Հանրապետական կուսակցությունը չմասնակցելով նաև իր ընտրողներին հնարավորություն է տալիս եւ կոչ է անում, ես էլ առիթից օգտվելով թույլտվեք իմ անունից կոչ անեմ, ընտրել են ազգային ուժերին, որոնք այսօր հայտարարում են Նիկոլին հեռացնելու հնարավորության մասին, որոնք շատ լավ հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցել իշխանազավթում եւ շատ լավ հասկանում են, որ Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե ուղղակի հաջորդ իշխանություն, այլ պետությունը վերականգնելու եւ պետությունում սահմանադրական կարգը վերականգնելու համար անհրաժեշտ իշխանություն։ Եվ վերջում մի հարց, օրինակ ձեր, այսպես ասած, դիտարկմամբ կամ ձեր կարծիքով, օրինակ շատ են ասում, որ փոխարեն ընդդիմությունը թեկուզ ընտրություններից առաջ, այսպես միավորվելու մեկ ճակատով հանդես գալ, ընդհանրապես իրար վրա են, այսպես քարեր նետում, մեկը մեկի վրա են հայտարարություններ։ Այ այդ միավորը մի կողմից խոսում ենք արժեքների մասին, հայրենիք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին, բայց այդ քաղաքական պրինցիպները, այսպես ասած, չի հաջողվում մի կողմ դնել։ Ես կարծում եմ ձեր հարցի հասցեատերը ես չեմ, որովհետև մենք քաղաքական պրինցիպի բացակայության մասին ոչ թե հայտարարում ենք, այլ վարքագծով ցույց ենք տալիս։ Չմասնակցությունը հենց այդ քաղաքական պրինցիպի բացակայությունն է, այն իմաստով, որ մենք չունենք բարդույթներ, անպայման մեր տեղը կամ առասարակ ընդդիմադիր դաշտի ոչ թե կանադառնամ, մեր տեղը ինչ որ ցուցակում ամրագրելու կամ առանձին մեր ցուցակով հանդես գալու։ Կարծում եմ միավորման մասին խոսույթը հիմա արդեն ավելի արդիական է ուղղել այն ուժերին, ովքեր մասնակցության հայտ են ներկայացրել եւ այն մարդկանց ովքեր մասնակցության հայտ են ներկայացրել, բայց մեր կոչը, հորդորը, վարքագիծը կայացել է եւ կայանում է հետեւյալում։ Պայքարը այո պիտի լինի միասնական։ Մենք շատ լավ հասկանում ենք, չէ՞, որ դիմացի ռեպրեսիվ ապարատը ամեն օր աճող քաղաքական հետապնդումներ տպավորությունը արդեն գիտեք ինչա լինելու։ Ոչ միայն ինչ որ տենց քրեական գործ սարքելու են ինչ որ իրավիճակներում կամ օրինակ ցույցերի ժամանակ մարդկանց ապօրինի բռնելով, այլ ուղղակի փողոցում բարեկները մոտենալու են, քաղաքացուն իդենտիֆիկացնելու են, տեսնելու են իրանց ցուցակներում, որ արկա է ինչ որ ընդդիմադիր շրջանակներում կամ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացի վերջ, հենց փողոցում առանց որևէ բան անելու տանել են երկամսյա կալանքի։ Այդ տպավորությունը այսպիսին է եւ հավատացեք, սա չափազանցություն չի Նիկոլի այս վարքագծի եւ անադեկվատության աճող պայմաններում։ Այո, պայքարը պիտի լինի միասնական, որտեղ այլ ճանապարհ չկա։ Եթե կան ինչ-որ մարդիկ, որ ունեն դատարկ ամբիցիաներ եւ այդ ամբիցիաները զոհելու համար
պատրաստ չեն գնալու իշխանափոխության ճանապարհով կամ այդ մարդիկ ունեն խնդիր ոչ թե Նիկոլին հեռացնելու, այլ մի քանի այլ տարբերակ։ Օրինակ ունենալու պարզապես մանդատ, ընդ որում էական չի իշխանական թե ընդդիմադիր։ Ուղղակի լինելու խորհրդարանում կամ ուղղակի եթե Նիկոլը շարունակում է մնալ, ուղղակի ունենալ քաղաքական ներկայացվածություն կամ տրամաբանությունը, եթե իրենք չեն, ուրեմն թող շարունակի Նիկոլը մնալ։ Այս տրամաբանությունները իհարկե կործանարար են, բաժանարար են եւ պառակտող են, ինչպես մենք զրույցի սկզբում խոսեցինք։ Միասնական պայքար պետք է։ Միասնական ցուցակի տրամաբանությունը, նորից կրկնեմ, արդիական է այն մարդկանց հարց ուղղել եւ այն քաղաքական միավորներին, որոնք հայտ են ներկայացրել մասնակցելու հունիսի 7-ին։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, Տիկին Մկրտչյան։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ Եվրոմեդիայի տաղավարում զրուցում ենք ազգային ժողովի պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ։ Շնորհակալ եմ մեր զրույցին հետևելու համար, կհանդիպենք։